Հունիսի 24-ին կսկսվի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված գործողությունների նախագծի քննարկումը։ Բանակցությունների համար Բրյուսելից Երևանը ժամանելու եվրոպական փորձագիտական հանձնաժողովը, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի։ Երեկ Բրյուսելում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրամիության ներքին հարցերի եւ միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուների հետ, նրա հետ քննարկել է այդ եվրոպական պատվիրակության այցի հետ կապված մանրամասներ եւ նաեւ գործողության պլանի նախագծի այդ նախնական տարբերակը։ Իդեպ եվրահանձնակատարը ընդունել է Հայաստան գալու առաջարկը, հավանաբար նրա այցը տեղի կունենա գալիք տարվա առաջին կեսին։ Նույն այդ վիզաների ազատականացման հարցը մեր ներքին գործերի նախարարը քննարկել է նաև Բելգիայի ներքին գործերի նախարարի հետ, եւ այդ ազատականացման հարցում իսկապես բեկում է սպասվում, համենայն դեպս ակտիվացում է սպասվում։ Հիշեցնեմ անցած տարվա փետրվարին Հայաստան Եվրամիության այդ գործակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց, որ պետք է սկսվեն բանակցությունները վիզաների լիբերալիզացիայի հարցի վերաբերյալ։ Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ մեկնարկելու են բանակցությունները եւ ամիսներ անց այդ բանակցությունները արդեն սկսվեցին։ Եվ հավանաբար շարունակությունը հենց կլինի այդ հունիսի 24-ին բացվող այդ աշխատանքային խմբով։ Իդեպ Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ Տիրանայում նաև վիզաների հարցն է քննարկել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, եւ այս հարցում իսկապես ինչ որ տեղաշարժ պետք է որ շուտով տեղի ունենա։ Բայց ինչն է խանգարում հարցի լուծմանը։ Դե նախ անհրաժեշտ է քաղաքական որոշում, ընդ որում ոչ միայն Բրյուսելի, այլ Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունների։ Դա հեշտ բան չէ։ Որոշ երկրներ վերապահումներ ունեն, կասկածներ ունեն, եւ տարօրինակը այն է, որ այդ վերապահումներ եւ կասկածներ ունեցող պետությունների թվում մեր դաշնակից պետություններ եւս կան, անուններ չեմ ուզում տալ, բայց նրանց մտավախությունն էլ կարելի է հասկանալ, նրանք կարծում են, որ անօրինական միգրանտների հոսք կավելանա Եվրամիություն, օրինակ, երբ Վրաստանի հետ վիզաների ազատականացման այդ հարցը լուծվեց, նման խնդրի բախվեցին եվրոպական պետությունները։ Դե լավ լուրը այն է, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից Եվրոպա անօրինական միգրանտների հոսքը զգալիորեն նվազել է եւ մեզ համար դա շատ լուրջ փաստարկ է։ Կան նաև եվրոպական կառույցներ, որոնք վերապահումներ են ունեցել կամ դեմ են եղել։ Օրինակ, եթե Եվրահանձնաժողովը եւ Եվրոխորհրդարանը ի սկզբանե կողմ են եղել Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու հարցում, ապա Եվրոպական խորհուրդը ի սկզբանե դեմ է եղել եւ ամիսներ են պահանջվել, որպեսզի նա չխոչընդոտի։ Բացի քաղաքական խնդիրներից կան նաև զուտ իրավական, տեխնիկական, պրոցեսուալ խնդիրներ։ Օրինակ մեր օրենքները, կանոնները, պրոցեդուրաները պետք է համաձայնեցվեն եվրոպական ընդունված այդ կանոններին, հա։ Բիոմետրիկ անձնագրերը պետք է լիարժեք կիրառվեն, պետք է երաշխիքներ ապահովենք, որ մեր սահմանները պատշաճ ձևով պաշտպանված են լինելու, որ մեր միգրացիոն օրենքը չի հակասի եվրոպականի հետ, անօրինական միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված հարցեր ունեն, որոնց պատասխանը պետք է շատ հստակ կարողանանք ձևակերպել։ Որոշ հարցերում առաջխաղացում կա, օրինակ բիոմետրիկ անձնագրերի այդ կիրառման process-ը կարծես դրական հունով է շարունակում, ֆրանսիական ընկերություններից բաղկացած կոնսորցիում է ստեղծվել, որը վերահսկում է այդ process-ը եւ գալիք տարվա առաջին կեսին հավանաբար այս հարցում արդեն այսպես լուրջ առաջխաղացում կարողանանք արձանագրել։ Այս ամենը բանակցելու թեմա է, բանակցությունները ինչքան կարող են տևել։ Վատն է, որ որևէ ժամկետ եվրոպական կողմը չի նշել, այսինքն հնարավոր է տարիներ տևեն այդ բանակցությունները, սովորաբար 3-ից 6 տարի է պահանջում այս բանակցությունները, սակայն եթե բանակցությունները սկսվում են, դա դեռ չի նշանակում, որ դրանք երբևէ պետք է պարտադիր ավարտվեն։ Օրինակ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության այդ ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն 1.5 տարի առաջ պարզաբանել էր, որ բանակցությունները կարող են սկսվել, բայց այդպես էլ դրական ավարտ չունենալ։ Իսկ Չեխիայի դեսպանը Հայաստանում Կարլ Չապեկը բաց տեքստով ասել էր, որ
պետք չէ շատ մեծ սպասելիքներ ունենալ այդ բանակցություններից, քանի որ շատ հեռու է առայժմ կոնսենսուսը այս հարցի վերաբերյալ եւ կան պետություններ, որոնք դեռևս ունեն լուրջ վերապահումներ։ Եվ բացի այդ պետք է նկատի ունենանք, որ այդ process-ի դրական ավարտը դեռ չի նշանակի, որ պարտադիր պետք է վիզաների ռեժիմը վերացվի, հնարավոր է այն ընդամենը պարզեցվի, հեշտացվի, ենթադրենք վճարումները նվազեն, բայց վիզային ռեժիմը որպես այդպեսին շարունակի գոյություն ունենալ։ Արդյոք քան որ նշեցիր հնարավոր է բանակցությունները սկսեն ու չավարտվեն, իսկ հնարավոր է հենց բանակցությունների ինչ որ փուլում այդ ազատականացումը լինի, թե անպայման պետք է դրական ավարտը արձանագրվի, հետո նոր ազատականացում։ Շատերս այդպիսի սպասելիք ունեինք, բայց արդյունքում պարզվում է ոչ, ավելին նկատվում է, որ եվրոպական երկրները ավելի են խստացնում Շենգենի վիզա տրամադրելու այդ process-ը, ավելի երկար է քննարկվում, ավելի դժվար է հերթագրվել, ավելի հաճախ են մերժում, եթե տրամադրում են, ապա միայն կարճաժամկետ վիզաներ, այսինքն ակնհայտ է, որ խնդիրները ավելանում են նվազելու փոխարեն։ Եվ հավանաբար դա հատուկ է արվում, որպեսզի մենք կարողանանք, որպեսզի մեզ ստիպեն ավելի ճկուն լինել այն հարցերում, այդ զիջումների հարցում, որոնք մեզանից ակնկալում են եվրոպացիները։ Իդեպ նույնիսկ Հայաստանի արտգործնախարարն է խոստովանել, որ իսկապես նման խնդիր կա եւ դրականի փոխարեն բացասական process կա առայժմ։ Արարատ Միրզոյանը ազգային ժողովի ելույթում վերջերս ասել է, որ նկատում է այդ խնդիրը եւ որ այդ խնդիրը մտահոգություն է առաջացնում եւ որ Հայաստանի արտգործնախարարությունը բազմիցս այդ հարցը բարձրացնում է եվրոպացի գործընկերների առաջ, բայց նա հայտարարել է, որ լավագույն եւ հավանաբար միակ լուծումը կլինի բեկում արձանագրել բանակցություններում եւ վերջնականապես լուծել վիզաների լիբերալիզացիայի հարցը։ Շնորհակալություն, Արտем։